Այո, մենք պետք է բարեկամություն անենք Ադրբեջանի հետ։ Այո, մենք պետք է բարեկամություն անենք Թուրքիայի հետ։ Լևոն Տեր-Պետրոսյանը մի անգամ չէ, որ արտահայտել է այս մտքերը։ Ավելի վաղ նա ասում էր, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է։ Այսպիսի մտքերը շնորհիվ լևոնականների ցավոք այսօր արդեն մեզ համար արտասովոր չեն, սակայն ոչ ոքի մտքով չէր անցնի, որ թուրքամետությունը այս մարդու մոտ կդառնա ճշմարիտ կատեգորիա, գաղափարախոսություն, ի վերջո նաև կենսակերպ։ Հասկանալու համար, թե ինչ արմատներ ունեն Լևոնի թուրքապաշտությունն ու ազերիապաշտությունը, ինչու չէ նաև հակահայկականությունը, պարզենք, ով է Լևոն Տեր-Պետրոսյանը, որտեղից է գալիս և ուր է ուզում գնալ։ Լևոն Տեր-Պետրոսյանի հայրն ու պապը։ Ինչպես գիտենք, Լևոն Տեր-Պետրոսյանը ծնվել է Սիրիայի Հալեբ քաղաքում 1945 թվականի հունվարի 9-ին։ Նրա հայրը Հակոբը դեռ Հալեբում հավաքագրվել է խորհրդային KGB-ի կողմից և օգտագործվել տարբեր նպատակներով։ Կատարել է ԽՍՀՄ KGB-ի տարբեր հանձնարարություններ։ Հանձնարարություն է կատարել նաև սիրիահայության դեմ, ինչը իմացել են տեղի շրջանակները և կնքել Դավաճան Հակոբ անունը։ Հայության դեմ դավաճանության համար հալեպահայերը Հակոբ Տեր-Պետրոսյանին, ինչպես ընդունված է բոլոր դավաճանների դեպքում, հակառակ դիրքով նստացրել են ավանակին ու վռնդել Հալեպից։ 1946-ին Դավաճան Հակոբը ընտանիքի հետ ստիպված է լինում սովետական KGB-ի օգնությամբ փախնել Հայաստան։ Էջմիածնին հարակից Մուսալեր գյուղում Սիրիայից տեղափոխված հայեր կան այսօր, որոնք պատմում են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի պապի դավաճանության մասին։ Նա եղել է գյուղի գյուղապետը կամ ինչպես ասում են Քյոխվան։ Մի առիթով մի քանի ոսկով ծաղկվել է թուրքերին։ Նրան ևս դավաճան են անվանել տեղի հայերը։ Փաստորեն դավաճանությունը Տեր-Պետրոսյանների ընտանիքում ժառանգական է։ Պարզվում է, սա դեռ վերջը չէ։ Իսկական հայրը թուրք։ Դավաճան Հակոբի Լևոն որդուն վերաբերող զավեշտալի պատմություններն այսքանով չեն ավարտվում։ Մինչև օրս էլ Հալեպում խոսում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի իրական հայրը մի թուրք մեծահարուստ է, որի հետ կապված է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի մայրը։ Նա աշխատել է թուրք մեծահարուստի դուքյանում։ Հալեպի պատվախնդիր հայերը նաև այս պատճառով են անդադ քարկոծել Դավաճան Հակոբին ու նրա կնոջը։ Նույնիսկ արտաքնապես է ակնհայտ դառնում Լևոնի կիսահայ, կիսաթուրք լինելը։ Նա տեսքով նման չէ մյուս 3 եղբայրներին։ Փաստորեն Լևոնի երակներում թուրքի արյուն է հոսում։ Թուրքի արյուն և դավաճանի դաստիարակություն։ Սակայն սա էլ դեռ վերջը չէ։ Կինը և սիոնիզմը։ 1972-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ամուսնանում է ազգությամբ հրեա, Լենինգրադաբնակ Լյուդմիլա Ֆրոիմի Պլեսկովսկայայի հետ։ 1975-ին ծնվում է նրանց որդին՝ Դավիթը։ Հրեաների մատրիարխատ կամ մայրիշխանություն կոչվածը բոլորիս է հայտնի։ Հրեաներն իրենց աղջիկներին կնության են տալիս տարբեր ոլորտներում պոտենցիալ ունեցող օտարազգիների, օգնում նրանց առաջխաղացման, հատկապես քաղաքական և ֆինանսական առաջխաղացման գործում և արդյունքում կառավարելի դարձնում նրանց և օգտագործում իրենց նպատակների համար։ Իսկ նրանցից ծնված երեխան համարվում է մոր և ոչ թե հոր ժառանգը, համարվում է հրեա։ Ընտանիքը դառնում է սիոնիզմի գաղափարախոսության հերթական հենասյունը, ջատագովը, ի վերջո գործիքը։ Ասում են, անգամ Դավաճան Հակոբն ու մյուս որդիներն են դեմ եղել Լևոնի և Լյուդմիլայի ամուսնությանը, հաշվի առնելով իրենց հարցի հրեական ծագումը բոլոր հետևանքներով։ Իսկ Լյուդմիլա Տեր-Պետրոսյան Պլիսկովսկայան մեծ ազդեցություն ուներ նախագահ ամուսնու վրա, և Հայաստանում շատ բարձրաստիճան կանայք և ոչ միայն կանայք առաջին տիկնոջ մտերիմներն էին և հովանավորվում էին նրա կողմից։ Ի դեպ, հրեա է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Ալիկ Արզումանյանի կինը։ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին Դավիթ Տեր-Պետրոսյանն այսօր ամբողջովին ներգրավված է սիոնիստական շրջանակներում։